Աստծո խոսքին պիտի դանք մեր ժամանակը եւ պիտի գարտամ Ղուկասու ավետարանի 20-րդ գլուխեն 33-ն մինչև 46 Եվ Հիսուսը ասավ հայր թողություն դուրադոնց վասնզի չեն գիտեր ինչ կնեն ու անոր հանդերձները բաժնելու ադենին վիճակ ցկեցին Եվ ժողովուրդը գայներ գնայեր իշխաններն անոնց հետ գնախադեին զանիգա ու գսեին ուրիշներ ազատեց թող ինքզինքալ ազատե եթե ասիգա է Քրիստոս Աստուծո ընտրյալը Ձաղեր գնային զանիգա զինվորներն ալ արջևը գուքային քացախ կմադուցանեին անոր ու գսեին եթե տուն ես հրեից թակավորը քուանցդ ազատե Եվ քիրմը քրված էր անոր վրա հունարեն ու լադիներեն եւ եբրայեցերեն լեզքիրերով թե ասիգա է հրեից թակավորը Եվ այն գախված չարակորսները մեկը հայույթուն գներ անոր ու գսեր Եթե տուն Քրիստոսն ես ազատե քուանցդ ու մեզալ Իսկ մույսը պատասխան տվավ եւ զանիգա հանդիմանելով ըսավ Տուն Աստծուց մեջ ես վախնար Որովհետև նույն թադաբարդության մեջ ես, ու մենք իրավունքով, քանզի ահա մեր ըրացներուն արժանավոր հատուցումը գարնենք, բայց ասիգա քեշ փամը չրավ։ Եվ ըսավ Հիսուսի, դեր հիշեզիս երկու թակավորությունովդ կաս։ Հիսուսալ ըսավ անոր, ճշմարիտ կսեմ քեզի, թուն այսօր ինձ հետ թրախտի մեջ պիտի ըլլաս։ Եվ ժամը 6-ին ատեններն էր ու բոլոր երկրի վրա խավար եղավ մինչև 9-րդ ժամը եւ արևը խավարեցավ ու դաջարին վարակույրը մեջտեղեն բادرեցավ եւ Հիսուս մեծ ցայնով աղաղեց ու ասավ հայր քու ցերքդ գավանտեմ իմ հոգիս ու երբ զայսը ասավ հոգի տվավ Դեր Հիսուս երբ Կողգոթայի խաչին վրան էր, 7 նախատասություններ կամ խոսքեր ըսավ։ Բոլոր ավետարաններն ալ նույն նախատասությունները չեն հիշեր, սակայն 4 ավետարանները 7 նախատասություններ գահիտնաբերենք, երբ գգարտանք։ Եվ նյութս ընդրած են Հիսուսի խոսքերը խաչին վրա։ Գնշպարենք, որ ամեն ավետարանիչ Դեր Հիսուսը մեկ դեսանգունեն թիտված գներգայացնե և գարցանակրեն։ Յուրաքանչյուր ավետարանիչ Դեր Հիսուսի որոշ խոսքերը, հատկությունները և գործերը արձանագրեցին։ Եթե Մեր դիրոջ օրը 24 ժամ բոլոր թեփքերը, խոսքերը, եղելությունները արձանագրվեր երեւգես դարվա մեջ, մեր այս քիրքը, որ բռնած ենք, Աստվածաշունչը մի քանի դասնյակ հատորներ բիդլար։ Այնպես, որ կարևոր որոշ խոսքեր, գործեր եւ հատկություններ։ Աստուծո հոգին այդպես առաջնորդեց։ Մատթեոս ավետարանիչ գներգայացնե Հիսուս որպես թագավոր, Թավթի թագավոր, Թավթի որդին, Մարգոս ավետարանիչ գներգայացնե որպես հնազանդ ծառա եւ մեծ մարգարե, Ղուկաս ավետարանիչ գներգայացնե մեր Տերը որպես գադարյալ մարդ եւ մարգարե, քահանա, իսկ Հովհաննես առաքյալ որպես հավիտենական Աստված, որ մարմին արավ, Աստված որդի, հավիտենական խոսքը, որ մարմին արավ։ Եվ ասիգա տարօրինակ չէ, Աստուծո հոգին այդպես առաջնորդեց, մեզ մեկը, երբ դումը գտեսնենք, կրնանք այդ դունը 4 տեսանկյունները թիտված նկարագրել։ Այնպես որ Մեր դիրոջ այս 7 խոսքերու մեջ կարևոր այս է
երրորդության մտքի մեջ եղող ծրագրին գադարելակործումը գտեսնենք։ Այն ծրագիրը, որ աշխարհի սկզբին ի վեր Աստծո մտքին մեջ էր։ Ինչ էր այդ ծրագիրը։ Ադամի մեղքին պատճառով հոգևորապես մեռած մարդոց մեղքերուն քավությունը, անոնց հոգին փրկությունը եւ գործընծուցած թիրքին վերադիրանալը։ Այն թիրքը զոր ունինք Քրիստոս Հիսուսի մեջ։ Եվ հիմա տեսնենք ցեզի հիշեմ այդ նախատասությունները կամ խոսքերը։ Առաջին հայր թողություն դուր ադոնց, վասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Երկրորդը ով գին ահա քու որդիդ իր սիրելի աշակերտին ագնարգելով եւ խոսքը անոր ուղելով ըսավ ահա քու մայրդ։ Երրորդ ճշմարիտ կսեմ քեզի այսօր ինձ է տրախտի մեջ պիտի ըլլաս։ Չորրորդ ասվածին ինչուզիս թողուցիր։ Հինգերորդ ծարավ եմ։ Վեցերորդ հիանալի խոսքեր են ասում, ինչ խորում ճշմարտություններ կան։ Ամեն բան կատարվեցավ։ Եվ յոթերորդ հայր քու ցերկդ գավանթեմ իմ հոգիս։ Տեր Հիսուսի խաչելությունը Աստուծո փրկության ծրագիրին գետրոնը գկրավե։ Եվ հիմա հիշյալ խոսքերը մեր խորհրդածության նյութը բիդնենք եւ վեր բիդարնենք կարևոր ճշմարտություններ։ Առաջին հայր թողություն դուր ադոնց, վասնզի չեն գիտեր ինչ գնեն։ Հայր փարը գործած է Հիսուս խաչին վրա։ Այստեղ Քրիստոս որպես որդի մարդո գարդահայտվի։ Գխնդրե մարդոց մեղքերու թողությունը։ Ամենամեծ ոչիրը, որ ջանցավ պատմությունը, այդալ մերժել Աստծո ծրագիրը Հիսուսի խաչելությունը, մերժել։ Որովհետև Աստծո ծրագիրն էր, որ Տեր Հիսուս մարմին առներ եւ խաչը բարձրանալ։ Մարդը այս ոչիրը կործելով հաստատեց իր ապագանած եւ մեղքի հագամետ եղող փնությունը։ Մարգարեություն ալգա Սաղմոս երկրորդ գլուխի մեջ գսե ինչու հեթանոսները խռովություն գնեն ու ժողովուրդները բարապան կմտածեն երկրի թագավորները ինքզինքնին կհաստատեն ու իշխանները մեկտեղ խորհուրդ գնեն դերոջը թեմ ու անոր օձյալին թեմ ըսելով գոդրենք անոնց գաբերը ու մեզ ցկենք անոնց լուծը։ Երբ Պիղադոս ուզեց Հիսուսը արձակել, ըսավ զով գուզեք, փարապան եւ Հիսուսը ներկայացուց, խորեցավ, ըսավ անշուշտ, փարի Հիսուսը պիտի նախընտրեն, որովհետև Զադիգի օրը օրենք էր, որ հրյաներու շնորհք մնե, փանդարգյալը ազատ արձակ է, Հիսուս, որ անոնց բժշկություններ կատարեց եւ այլն հրաշքներ գործեց, խորեցավ, որ անպայման Հիսուսին համար պիտի ազատ արձակ է, բայց այդպես չրին, Փարապան ընդրեցին, փոխանակ Հիսուսը ընդրելու, որ ազատ արձակվի։ Իրապես մեծ ոչիր մնե, որ մարդիկ այսօրալ գգրտնեն, գմերժեն մեղքերու թողության համար Աստծո ծրագիրը, Հիսուսի մահը, խաչելությունը, Աստծո գարկատրությունը գմերժեն, սակայն Տեր Հիսուս այսօրալ որպես բարեխոս կագե գսե հայր ներե ադոնց մեծ ոչիր է սակայն Աստված լուծում տվավ անոր գվգայեն բոլոր մարգարեները թե ամեն իրեն հավատացողները իր անունով մեղքերու թողություն գարնեն Կորձ Կարաքելոց 10:43 բոլոր անոնք որ հասկացան եւ ընդունեցին իրենց հանցանքը Ըլլահոս
անոնք որոգսի խաչան է, եւ լա թարերուն տածքի միջև այսօր հասկանալով ընդունեցին այս ծրագիրը եւ ասի շնորհակալ ենք ով հայր Տեր Հիսուսին համար ներում խնդրեցին ներվեցան ոչ թե իշալլա գներվի չէ ներվեցան Հիսուս ինքս է հայր ները անոնց Աստված ներող է վասնզի թուն ով դեր Փարի ու ներող ես եւ խիստ ողորմած այն ամենուն որոնք քեզի գգանչեն Աստված խոստում մրած է Երկրորդը ով գին ահա քու որդիդ եւ իր սիրած աշակերտին ալ ըսավ ահա քու մայրդ Հիսուսի մորը Մարիամի սրդին շատ դխուր դեսարան մներ Միայն մայրեր գրնան հասկանալ երբ գտիդեր իր զավգին չարչարակները Թերևս ուզեց օգնել Տրամփանական է որպես մայր ուզեց փամ մնել բայց չգրծավ եւ իր վիշտը կգրտնաբադ գվի եւ գադարվեցավ Սիմեոնի Ըրած մարգարեությունը Ղուկասու 2-րդ գլուխի մեջ եւ քու սիրդետ ալ թուրմը պիտի անցնի Սակայն ով էր այդ խաչվողը Մարիամին համար Անգասկած շնորհնգալ կինը հիշեց իր զավգին պատմությունը երբ անդագավին փոքր էր Հիշեց ինչպես հրեշտակը Տագավին ծնած երազի մեջ իրեն հանդիպեցավ եւ մեծ ավետիսը տվավ Հոգին սուրբ քովրատ հովանի բիդլա եւ այն մանուկը որ քեզ մե պիտի ծնե Աստուծո որդի պիտի գոչվի օծյալ դերը հիշեց ինչպես մոքերը եկան ու երկրբակեցին երբ ան Տագավին մանուկ էր այդ բոլորը հիշեց այն խոսքերը որը սավ երբ դեր բադանի էր Չեք գիտեր, թե ես իմ հորս դունը պետք էր ըլլայի։ Հասկացած էր, թե Հիսուս եզակի անձնավորություն մներ։ Երբ իր կյանքի ծրագիրները երկրի վրա երբ գաբրեր, ըստ երևույթին որպես ծնող տարօրինակ էին, որևէ մեկումը իրավունք չէր դար, որ իր կործին միջամտեին, ան եկած էր իր հորը կամքը կատարելու։ Անգասկած Մարիամ հիշեց այն խոսքերը, որ Գանայի հարսնիքի մեջ ըսած էր, ով գին թուն ինձի հետ ինչ կորձ ունիս, տարօրինակ է, չէ, որպես մարդ։ Մարիամ հիշեց այս բոլորը։ Այսինքն ըսել ուզեց, մեկ բան մեզ իրար կմիացնե, այդ որպես կուզավագտ, բայց Աստուծո գամքը կատարելու մեջ ոչ մեկ բան մեզ իրար կմիացնե ծառայության նկատմամբ։ Ես հորը գամքը կատարելու եկած եմ, այս բոլորը հիշեց։ Այնպես որ իմաստական կորձերուս մի միջամտեր։ Իրենց ընտանեկան հարաբերությունը սահմանավոր էր։ Հիսուս որևէ մեկու թույլ չէր տար, որ իր կորձի միջամտեին։ Մարիամ հասկանալեն ետքը ըսավ Գանայի հարսնիքին, ինչ որ ցեզի ըսե ըրեք։ Ինչ որ ցեզի ըսե ըրեք։ Մարիամ կարևոր ճշմարտությունը լավ հասկացած էր, որ այսօր շատեր հասկացած չեն։ Ըսավ եւ Մարիամ գգարտան Ղուկասու 1-ի մեջ։ Եւ Մարիամ ըսավ իմ անձս գմեցնե դերը Եվ իմ հոգիս ուրախացավ, ինչով, իմ փրկիչ Աստուծոս։ Հասկացած էր, որ Հիսուս փրկիչ էր։ Ինչ որ գսեր կգարտանք նաև, թե Մարիամ իր սրդի մեջ գբահեր։ Այս բոլորը հիշեց, եւ Մարիամ լավ հասկացած էր։ Հարցը թուն հասկացած ես Հիսուսի առաքելությունը, որ ամբողջությամբ դեղեցություններ ունենք Աստուծո խոսքին միջոցով մեզի գբարձվի հասկացած ես Հիսուս ինչու համար խաչի եկավ հասկացած ես որ Հիսուս Աստված է որ մարմին արավ
խաչին վրա մեռավ մեր մեղքերուն քինը վճարելու համար, որովհետև մեղքին հարցը միայն Աստված կրնալուց է, մարդը չի կրնա, ոչ Աբրահամ, ոչ Ադամ, ոչ Մովսես, ոչ մեկը, ոչ Դավիթ, մարդու կորդ չէ, Աստված կրնալուց է, մերնող զոհվողը մեկը պետք է արդարը մերնի անարդարի մեղավորին տեղը, գա գտնված է արդարը, երբեք, մեկ հոգի, Հիսուս, անոր համար Աստված ինք, Հիսուսը սավ, ես իմ անձս գոհոժարեցել եմ, և գսե արակյալը հայտնաբես մեծ է Աստված բաշխության խորհուրդը, Աստված մարմինով հայտնվեցավ։ Ինքսինք խոնարեցուց գսե, հապշտակությունը չսեբեց իր Աստվածը լալը, գարձեք թե ուրիշի մծերքեն հապշտակած էր, և հոն գեցած դեղես չեմ շարժիր, ես հոս Աստված եմ, ոչ, ինքսինք ունայնացուց։ Երորդ նախատասությունը գսե, ինչ հիանալի խոսքեր են ասոնք մեզի, ամեն օր, եթե այսօր պատկամը մորնաս, ասի մի մորնար, ճշմարիտ գսեմ քեզի, թուն այսօր ինձ թրախտի մեջ պիտի ըլլաս, ինչ հիանալի խոսք, ինչ մեծ մխիթարություն է, մարդը գրնա փրկվել իր վերջին վարգյանին, խաչին վրա, անդրադարձավ, հասկացավ, Հիսուս այս խոսքերում մեջ գտեսնենք, թե Հիսուս իր անձով չէր հետաքրքրվեր, այլ ուրիշներուն տեսավ այդ մարդուն սիրտը, տեսավ խոստովանությունը, որ սիրտեն գփխի։ Այս մեղավոր մարդը արիթեն օգտվեցավ իր վերջին վարգյանի մեջ։ Աստուծո շնորհքի մեծությունը կտեսնենք այս խոսքերում մեջ։ Եվ ապաշխարության աղոթքը ընդունվելու համար ապաշխարողը պետք է գիտակցությամբ եւ համոզումով խոստովանի, ինչպես այս մեղավորը խաչին վրա հանդիմանեց մույսին։ Մեկը ասավ, մեզի ազատ է, քեզի ազատ է։ Բայց այս մարդը ասավ, փարգացավ, հանդիմանեց, մենք իրավունքով ենք, արժան ենք, բայց այս մարդը քեզ բան մչրավ, եւ ասավ դեր հիշել, երբ որ գուքաս կուտակավորությունով են։ Դեր ասավ, այսօր ինձ է տրախտի մեջ պիտի ըլլաս։ Փրկությունը վարգյանական է, կործողություններ բեք չունի։ Այս մարդը հավատքով հասկացավ Հիսուս թե խաչին վրա իր մեղքերուն համար գմերնի։ Այս մարդը քարոզներ լսեց, քանի անգամ բաշտամուկներու կնած։ Երբեք, քանի անգամ իրեն բացատրվեցավ փրկության մասին։ Երբեք, հասկացավ եւ ընդունեց։ Դժբախտություն այն է, որ Քրիստոսի անունը գրողներ չեն հասկացած։ Հոսե ցավալին է, ցավալի է։ Չեն հասկացած ճշմարտապես, ոչ թե չէ, ես եկեղեցի գերտամ, մեղա, ավակ շաբթվա ընթացքի, մանավանդ ուրբաթօրը, չէ, ես 7 անգամ թակաղին դագեն գանցնիմ, 7 եկեղեցիներ կշրջիմ, այս չէ, Աստված այս բաները չուզել, պետք է մարդը հասկնա Քրիստոսի խաչելության պատճառը, հասկնա, որ իր մեղքերուն համար գուքա, 7 անգամ թակաղին դագեն անցերը, 7 եկեղեցիներ շրջերը, 17 եկեղեցիներ շրջերը, բայց չեն թունած Քրիստոսը որպես փրկիչ, որտեղ գմերժե իր մեղավորը լալը, գսե չես մեղավոր չեմ, ով սավ մեղավոր եմ, եւ ինչ օգուտ մնացյալը։ 3 խաչվողներ, մեկը մերավ մեղքերուն մեջ, անհավատության մեջ, մույսը մերավ մեղքերեն փրկվելով, իսկ Հիսուս մեջտեղը մերավ մեղքերուն համար։ Ինչ մեծ են այդ խոսքերը, որ ըսավ խաչին վրա։ Առաջին նախատասությունը ով հայրներ է անոնց, քանզի չեն գիտեր ինչ կնեն։ Երկրորդը ով գին ահա որդիդ, Աստուծո հոգադարությունը կտեսնենք։
Առաջինի մեջ մեղքերու թողության վստահությունը կտեսնենք, որ շատեր չունին։ Հիսուս երբ բամը գսե, եթե այդ ըսված խոսքին հավատ չընձայվի, մարդը չի գրդար վստահություն ունենալ իր փրկության։ Չի գրդար։ Անվոր ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Եվ կհարցնես, Հիսուս այսպես գսե, քեզ գսե, երանի այդպես լա, ասված պերնետ լսե։ Դու ասված պերնետ չէ, Հիսուս ինք գսե, դու կհավատաս ասվածին, Հիսուս ինք գսե։ Չէ այս կնակ, արզես չինարեն գխոսիս, չէ եմ պրնած, Հիսուս ինք գսե, այսօր ինձ է տրախտի մեջ պիդլաս։ Եվ մարդը գսե, իշալլա, երանի ըլլակ պես պամը, չեք գիտար, անասված գիտեր։ Որքան մարդիկ վստահ չեն իրենց փրկության, վստահ անոր համար ուրախ չեն, արդակին երևույթներով, ցևագերբություններով, սուտ մխիթարություններով իրենք կխապեն, առանց հավիտենական կյանքի հույսը ունենալու, գիտակցության հիման վրա, ճշմարտության հիման վրա, ոչ թե մենք արժանի ենք Հիսուսին ըսածին հավատք ընձայելով այս վստահությունը ունենանք։ Եվ ինձ հետ այսօր տրախտի մեջ պիտլաս։ Թուն հասկացած ես Տեր Հիսուսի գադարած փրկագործությունը, եթե այո, ընդունած ես սրտիդ մեջ, եթե այո, ունիս հավիտենական կյանքի վստահությունը, եթե ոչ, անի ասված գիտե, հավատքդ պետք է վերադեսության ենթարկես։ Թուն Հիսուսը սուտ կհանես, եւ ասի ամենամեծ հայությունն է։ Դերը ինք կսե։ Փառք կուտանք։ Փրկության վստահությունը մարդոց մտքի մեջ հղացված վարդապետությունը չէ։ Պատվելիներ իրենց խելքեն հնարեցին։ Հիսուսի ըսած խոսքերուն հիման վրա հավատ կընձայենք եւ Սուրբ Հոգի մեզ այդ վստահությունը կուտա եւ ոչ թե քարոզիչը կամ համայնքը կամ եկեղեցին։ Իսկ չորրորդ ասվածիմ ինչու զիս թողեցիր։ 6-րդ ժամը մինչև 9-րդ ժամը բոլոր երկրին վրա խավար դիրեց։ Ինչու համար խավար դիրեց։ Մարդիկ լուրալ չունի, չեն գիտեր։ Հարցուցեք, անգեղ ձեղեց, ձեր թրացիներուն հարցուցեք, ինչու խավար դիրեց։ Առաջին Հովանու 1:5-ի մեջ կգարտանք, թե ասված լույս է, եւ խավարը անոր հագարակ բան մնե։ Եվ եթե փախտadենք Եփեսացված 5-րդ գլխին հետ կտեսնենք, թե ուր որ մեղք կա, հոն խավար կա։ Մարդը երբ մեղքի մեջ կգալե, խավարի մեջ կգալե, հավատական ոչ, ըմբռնական ոչ։ Լույսը աշխարհ եկավ, կգարտանք, բայց մարդիկ խավարը ընտրեցին։ Տեր Հիսուսին անոնց որսավ ամեն օր ցեզի հետ էի դաջարի մեջ եւ ինձի ցերկ չզարգիկ, բայց այս է ցեր ժամանակը ու խավարին իշխանությունը։ Ուրեմն ինչու համար երկրի վրա այդ ժամերուն խավարը դիրեց եւ դարձյալ ինչ դրա բնական է թե ոչ անբնական է այդ խավարը ցերեգաչկով անշուշտ բնական չէ ցերեգաչկով խավարը դիրեց Տեր Հիսուս որովհետեւ շատ ավելի սարսափելի խավարով շրջապատված էր որովհետև ասված կամ Աստուծո գործը իր որդուն հետ Հիսուսի հետ այդ վարյանեն սկսավ որպես աշխարհի մեղքը վերցնող Հիսուս այդպես սկսավ վարվել առանցին մնաց առանցին թադաբարդվեցավ բոլոր մարդոց մեղքերուն համար անոր համար խավար դիրեց ասվածիմ ինչու զիս թողեցիր այստեղ Հիսուս որպես հայր չգանչեր որպես մեղավոր
մեղքեր գրող, որպես մարդ ցկվեցավ Աստծուց մե։ Ինչու համար, որպեսզի մենք չցկվենք, չթողվենք Աստծո կողմը, որպեսզի մենք խավարի մեջ չաբրենք, Հիսուս ինք ապրեցավ այդ խավարը, եւ որպեսզի մենք չդադարեցվենք, Հիսուս ինք դադարեցավ։ Որքան փառք տալու ենք։ 5-րդ նախատասություն ըսավ ծարավեմ, 5-րդ խոսքը, ծարավեմ։ Անվոր ըսավ, անվոր ծարավ է թող ինձիկա, գենատ չուրը պիտի դամ, հիմա հոս խաչին վրա գսե ծարավեմ, ծարավեմ։ Այս ըսավ որպեսի քրվածը գադարվի, մարգարեություն գար, Հիսուս լի Աստծո գամքը գադարեց։ Ան որու ցերկով ամեն բան եղավ, աշխարհը ստեղծեց, հիմա գսե ծարավեմ, ծարավեմ։ Մեծահարուստն ըսավ ծարավեմ, դադարեցավ Աստծուց մեհերու թժողքի մեջ։ Հիսուս հոս ծարավեմ ըսավ իմ եւ քուդեղդ, որպեսզի մենք չծարավենք, կյանք ունենանք։ 6-րդ ամեն բան գադարվեցավ, փրկագործության գադարելակործումը։ Գիշիկ այլագերբության լերան վրա, ով երեցավ Հիսուսի, Մովսես եւ Եղիա, եւ գգարտանք որ հոն գխոսեին, իրարու հետ գխոսեին։ Ինչ գխոսեին։ Մովսեսը սավ դեր օրենքը վերջացավալ, իզորուչը։ Եղիա ասավ, մարգարեությունները գադարվեցան, վերջացավ, ալ մենք ընելի կորդ չունենք, ամեն բան գադարվեցավ։ Երբ Մովսես եւ Եղիա գսեն մեր կորձը վերջացավ, ալ մենք կորձ չունենք, կորձիտ վրա պամբը չենք կրնար ավելցնել։ Ինչպես մարդ արարածը գահանթկնի եւ Քրիստոսի գադարած փրկագործության վրա կորձ մգուզե ավելցնել, որպեսի արժանի լա։ Ինչ դքիդություն է այս։ Մարդու գուզե իր կորձերով արժանի լա։ Երկու մեծ անձնավորություններ Աստծո կողմի ղրգված։ Կորձերդի վերջացություն եւ Հիսուսոս խաչին վրա գսե ամեն բան գադարվեցավ, ամեն բան գադարվեցավ, կնշանակե գադարված փրկագործությունը ընդունվեցավ Աստծո ծրագիրի մեջ, կործատրվեցավ եւ ընդունվեցավ, կնշանակե մեր բարտքը վճարվեցավ, ալ բարդ չունիս հոգեվոր իմաստով, գուսամ նյութաբես ալ բարդ չունիս, հոգեվոր իմաստով, ալ բարդ չունիս, Հիսուս բոլոր բարտկերը կոծեց, մեր փրկությունը Աստծո կողմէ ապահովվեցավ, այս կնշանակի ամեն բան գադարվեցավ, երանի մարդիկ արթնան, հասկնան Դեր Հիսուսի առաքելությունը, ամեն բան գադարվեցավ, թեր ինչ կորձ պիտենես, հայույություն է Հիսուսի գադարած կորձին վրա, թունալ կորձ մավեցնես, ըսել գուզես, ով դեր շնորհակալ եմ, այո, իմ դեղս չարչարվեցա, բայց ես ալ փամ մնեմ քու կորձիտ վրա, գիտես ես ալ քու նելեկիտ միան խոնարիլ է, արդեն հողը փոշենք, ավելի փամբը չենք, վարենենք, վար մնանք, խոնարինք, ամեն բան գադարվեցավ, կնշանակե բոլոր մարգարեությունները լի գադարվեցան, եւ վերջին գները քիչ մը եթե ուշանանք, հայր քու ցերքիտ կանցնեմ, գավանթեմ իմ հոգիս։ Միակ անձը, որ մավան թույլ տվավ, որ իրենքը իր ուզած ադեմ, չկա այսպեսի մեկ աշխարհի վրա, որտեղ Հիսուս ասված է մարմնացյալ։ Եվ ուզած ադենը ինք գիտեր, եւ իր իշխանությամբ իր ազատ կամքով իր հոգին հորը ցերկերուն հանցնեց։ Երբ ամեն բան գադարվեցավ, դարձյալ հայր
ցերկերուտ կանցնենք նախաբեսավ Աստվածի մեր դեղը նրա մեր դեղը գաղագեր բայց ամեն բան գդարվեցավ երբ ըսավ հայր ցերկդ գավանտեմ իմ հոգիս Որևէ անցմը չգրնար այսպես սնել Հիսուս եզակի թեփ մնե Երանի թե մարդիկ այսօրերուն հասկանան Եվ մենք ալ աղոթենք սիրելներ մեծ դքիդություն կա մարդոց մեջ մեծ Բանեմը լուրջ չունին չեն գիտեր Հիսուսի առաքելությունը հասկացած չեն եթե հասկանային յանքերդին գեղաշրջվեր եւ իրենք ալ Աստուծո գոմը գանցնին կորցնականապես Աստուծո հետ գաբրին եւ անոր հետ գկալեն Աստված թող ողորմի քրիստոնյա աշխարհին մեր հայ ժողովրդին շատ այս օրերու մեջ արթնան որտեղ պետք է արթնան այլապես ինչպես երեք տեսանք Պետրոսին ասավ եթե քեզ չի լվամ չմաքրեմ ինձ այդ բաժին չունիս մեղ չէ մարդը Քրիստոսի անունը գրե Եվ ցեվագերբություններու հետևի, բայց սիրտը ձուր է անոր առջև։ Եվ գսե չեմ ուզեր որ անին վրաս թակավորը։ Եվ որ պետք է լագան չեն, հիվանդությունը բժշկելու, կորձի հաջողություն տալու եւ այլն։ Բայց չուզեր անոր թակավորությունը։ Սարսափելի գորուստ բգանոր համար աղոթենք, որ Աստված այցել է մեր ժողովրդին իր փառքին համար։ Ամեն։ Հովաննու 15-13-ը մեզի գսե ասկե ավելի մեծ սեր մեկը չգրնար ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամներուն համար տնե։ Սիրելներ, ավակ շաբթվա ընթացքին բադահարները բոլորը մեկ գեդի գահանքի այդալ Աստծո ունեցած սերն է մարդկության հանդեպ։ Դերը շնորհ է, որ մենք այդ սերեն օրինակ առնենք մեր շուրջիններուն, մեր հարաբերած բոլոր մարդոց հետ, կործատրենք այդ սերը և սիրաշահենք մարդոց թեպի Աստված առաջնորդելու։ Պիտի վերջացնենք երգելով 171-րդ երգը, որն երրորդ տունը զանց պիտենենք, չորրորդ տունը ոտքի և հովիվին աղոթքով պիտի փակենք։ Գյանք սանցավ մեղքով ամփարդավան։ Գյանք սանցավ մեղքով ամփարդավան
Գխոնարին քո արջևը Տեր Հիսուս, փառք ու դանք, որ մեզ սիրեցիր, երբ տագավի մեղքերու մեջ մեռած էինք։ Այո Տեր, փառք ու դանք, որ հոժարեցար խաչը բարձրանալ եւ մեր փոխարենը մեր մեղքերուն քինը վճարել, որ էր մահ։ Այո Տեր, եթե թուն աշխարհ չկայր, մենք հավիդյան մահվան մեջ պիտի մնայինք։ Փառք ու դանք, որ այսօր փիրավորներ ամենազգետ ցեղել լեզվե քեզ գբաշտեն քու գոմը դանցած դեր քեզի համար գաբրին համոզումով քիդակցությամբ քեզ ընդունած են եւ դեր շնորհակալ ենք որ թուն հրաշալի գերբով մարդոց սրդերը գփոխես եւ անոնց գազադես մեղքի իշխանութենեն դեր օգնե մեզի որ մենգալ օրեոր ավելիով քու սիրովդ լեցվինք եւ թե քեզի նվիրված ապրինք եւ թե մեր շուրջիներուն խղճալով սիրելով խոսինք այս ըսկանչելի փրկագործության մասին որ թուն ամփոխացուցիր այո Տեր Հիսուս փամը չթողեցիր որ մենք ընենք ամեն բան թուն գադարեցիր օգնե Տեր որ ուղիղ սիրտով քեզ հետ կալենք Փառքիդ համար գխնդրենք ամեն Ամեն